Տևական ժամանակ է Արագածոտնի քահանայաց դասը միասնական ժամերգություններ է անցկացնում թեմի եկեղեցիներում։ Տարբեր վայրերից ուխտավորաբար եկած հավատացյալները աղոթք են բարձրացնում մեր եկեղեցու անսասանության համար։ Հունվարի 25-ին առաջավորած Պահքի բարեկենդանի երեկոյան թեմի քահանաները միասնական աղոթքի էին մեկտեղվել Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում։ Հունվարի 26-ին է սկսվում առաջավորած Պահքը կամ առաջավորքը։ Ավանդության համաձայն այս շաբաթապահքը հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Խոր վիրապից ելնելուց հետո նա տրթատ արքային հայոց ավագանուն եւ ողջ ժողովրդին մկրտել է։ 65 օր շարունակ Տիրոջ խոսքն է քարոզել եւ պատվիրել պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել մկրտության։ Այս պատճառով էլ առաջավորած Պահքը երբեմն կոչում են նաեւ փրկության Պահք։ Առաջավորած Պահքը հատուկ է միայն հայ եկեղեցուն։ Մեր նախնիներն այս պահքը շատ խիստ են պահել, հանապաս աղոթելով, իբրև սնունդ ընդունելով միայն հաց, աղ եւ ջուր։ Այս օրերի մեջ, գիտեք, շատ կարևոր է մեզ համար այս հանգամանքը, այս պահքը, ինչու որովհետեւ մեր ազգն էլ հեթանոսական կռապաշտության ու խավարի մեջ էր, եւ Գրիգոր Լուսավորիչը ինչ արեց, նախ քարոզեց ու բացատրեց ավետարանը սկզբից մինչեւ վերջ Տիրոջ փրկagorցյան խորհուրդը եւ ազգի բժշկության համար նաեւ նշանակեց պահքը։ Գիտենք նաեւ այս պահքի օրերին անգամ ճաշու ընթերցումներ չեն լինում, այսինքն ինչպես եկեղեցու հայրերը մեկնում են, պահքը որ սկսվեց դեռ դրախտից, պահեցին նաեւ նահապետները, այսինքն այն ժամանակ դեռ Մովսեսը օրենքի գրքերն էլ չէր գրել, դրա համար նաեւ ընթերցումներ չի դրվում, այսինքն այս պահքը գնում, ասում եմ, մինչև մարդկային սկզբի, մինչև առաջին մեղքի այս նախարմատներն է հասնում եւ պահքը ինչ ամենամեծ միջոցն է, ամենաթանկագին, ամենալավ միջոցն է մեղքերի անդրադառնալու եւ հոգու բժշկության համար։ Ժամերգության ընթացքում կատարվեց հիվանդած կարգ։ 7 ավետարանից ընթերցվեցին բժշկության աղոթքներ։ Այս կարգն, ասում է Տեր Սարգիսը, ժամանակին կատարել են ծանր հիվանդների համար։ Այսօր այն կատարվեց հայոց ազգի մարմնի, մտքի եւ հոգու բժշկության համար։ Հիմա առավել քան երբևէ համազգային ապաշխարության, Աստծուն դառնալու, ներքին արժեքների վերանայման եւ ազգային միասնության վերականգնման ժամանակն է, օրվա խորհուրդը մեկնելով ասաց Տեր Փառենը։ Արագածոտնի թեմը փորձում է վերականգնել առաջավորած Պահքից առաջ այս խորհրդավոր կարգը կատարելու ավանդույթը։ Գրիգոր Լուսավորիչը ինքը հաստատեց մեզ համար այս ապաշխարությունը, որը համազգային դարձին է վերաբերվում։ Այո, այսօր 21-րդ դարում լինելով ուրեմն առաջի քրիստոնյա երկիր, մենք կարիք ունենք նորից դարձի գալու, դեպի Քրիստոսին դառնալու։ Դարձի գալ նշանակում է թե դեպի Քրիստոսին դառնալ։ Որովհետև մենք շատ այլևս ամբարտավան ընթացք ունենք, հպարտ մտածողություն ունենք, եսին էլ ավելի մեծ տեղ ենք տալիս, քան երբևիցե Աստծո կամքին մեր մեջ։ Եվ այսպես սրանցից ուրեմն շղթաներով կախված տարատեսակ տարբեր մեղքեր պատել են եւ հիվանդացրել են եւ մեր հոգին, եւ մեր միտքը, եւ մեր սիրտը, եւ ազգային միաբանությունը մեկ գաղափարի շուրջ, որը եկեղեցում է, այլևս փորձում են խարխրել։ Ուստի մենք մեր ժողովրդին, մեր հայորդիներին հրավիրում ենք եւս մեկ անգամ գալու Սուրբ եկեղեցի կանոնական պատարակների մասնակցելու, կանոնական աղոթքների մասնակցելու եւ համ ընդհանուր դարձ ունենալով, համազգային դարձ ունենալով դեպի Տերը ընթանալու, որպեսզի Տիրոջ շնորհը այլևս մեզ առաջնորդի դեպի հաղթանակները, դեպի վերելքները, որպեսզի դուրս գանք այս գաղթ եւ ոչ տանելի վիճակից։ Միասնական ժամերգությունների ընթացքում աղոթք է հնչում հայոց հայրապետի արևշատության համար, եկեղեցու բարօրության եւ անսասանության համար։ Հավատացյալներն աղոթում են ապօրինաբար ազատազրկված Մկրտիչ, Բագրատ, Միքայել եւ Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, բարերար Սամվել Կարապետյանի եւ նեղության մեջ գտնվող բոլոր հայորդիների համար։ Տավուշի եւ Շիրակի թեմերն արդեն 7, իսկ Արագածոտնի թեմը շուրջ 3 ամիս է գործում են առանց թեմակալ առաջնորդների։ Խաթարված է Արագածոտնի թեմի բնականոն կյանքը։ Թալինի, Օհանավանի եկեղեցիները զավթված են կարգալույց քահանաների կողմից, տվյալ համայնքներում հավատացյալները զրկված են կանոնական պատարակների,
ծեսերի ու արարողությունների մասնակցելու, իսկ նորանշանակ քահանաները իրենց սպասավորությունն իրականացնելու հնարավորությունից։ Բայց եւ այնպես թեմը համերաշխությամբ եւ միաբանությամբ է փորձում հաղթահարել դժվարությունները։ Մեր հավաքական աղոթքները մեր Սրբազանի սրտի ցանկությունն էր։ Թամպես մենք այս հավաքները կատարում էինք մեծ պահքի օրերին Սրբազանոր առաջնորդությամբ ամեն շաբաթվա մեջ մեկ օր հավաքվելով թեմի տարբեր եկեղեցիներում ընդհանրական աղոթքի ընդհանուր մեր հոգևորներ հայեցողության համար եւ Սրբազան հոր բացակայությունից ի վեր, երբ որ գիտենք ինչ տեղի ունեցավ Սրբազանի բացակայությունը, մղեց մեզ այս աղոթները դարձնել ամեն շաբաթյա այնքան ժամանակ, քանի դեռ Սրբազանը մեր հետ չի եւ հուսով ենք Սրբազան հոր գալուց հետո էլ պիտի սիրով արդեն իր առաջնորդությամբ այս աղոթքները շարունակենք։ Եվ ամեն անգամին բոլորիս հայացքները, թե հոգևոր դասի, թե մեր հավատացյալների աչքը այդ թափուր գահն է։ Եվ մենք այդ հույսն ու ակնկալիքը ունենք մեկ օր Սրբազանին կրկին իր տեղում տեսնել եւ հաստատապես համոզված եմ դա ամբողջ թեմի հավատացյալ ժողովրդի ուրախությունն է եւ սպասում է այդ ուրախությունը տեսնելու։